Հələ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը ոչ թե Արփին Սարգսյանն է, այլ Վիլայաթ Էյվազովը, որը հիմա Ադրբեջանի ներքին գործերի նախարարն է։ Հանցագործությունները 8000-ից չէին հասնի 40000։ Ակցիաների ժամանակ քաղաքացիներին արյուն լվիկ չէին անի ոստիկանները, չէին քաշքշի Ադրբեջանի դեմ պատերազմում անմահացած զինվորների ծնողներին։ Մեր երկրում բնապահպանական աղետ է արդեն որերորդ անգամ, եթե Համբարձումի փոխարեն Մուխտար Բաբաևը լիներ բնապահպանության նախարարը, այս մեր էկոլոգիական աղետը նույն աստիճանի վրա չէր լինելու։ Հիմա այդ մինիստրությունը կամ անգործությամբ է զբաղված, որը պետական միջոցների վատնում է, կամ այնպես են անում, որ այս աղետը տեղի ունենա։ Երկու դեպքում էլ հանցավոր է։ Սա անդառնալի վտանգ է եւ հնարավոր է մահացու վտանգ է մարդկանց համար։ Հələ մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության քաղաքավիացիայի պետը ոչ թե Տաթևիկ Ռևազյանն էր, այլ Արիվ Մամեդովը։ Հայկական ընկերությունները չէին հայտնվի Եվրոպայի սև ցուցակում։ Կարծում եմ կհայտնվեին։ Եթե Հայաստանի ֆինանսների նախարարը լիներ ոչ թե Վահե Հովհաննիսյան, այլ Սահիլ Բաբաևը, այնպես չէր անի, որ երկիրը ճկռի պետական պարտքի տակ։ Կառավարության ամեն նիստում չէր վերցնի մի քանի տասնյակ ու 100 միլիոն եվրոյի վարկ։ Եթե Հայաստանի սոցիալ-նախարարը ոչ թե Արսեն Թորոսյանը լիներ, այլ ադրբեջանցի նախարար Անար Ալիևը, Թոշակառուն ավելի լավ կապրեր, աղքատությունը կնվազեր։ Եթե Երևանի քաղաքապետը լիներ ոչ թե Տիգրան Ավինյանը, այլ Բաքվի այսօրվա քաղաքապետ Էլդար Ազիզովը, Սովետաշենի Զիբիլանոցը մեջ պաժար չէր ընկնի ու թունավորեր մայրաքաղաքի օդը մինչև այսօր։ Երևանում անձրևը ջրհեղեղ չէր դառնա, տրանսպորտը չէր թանկանա, գույքահարկը չէր թանկանա 6 անգամ, աղբի վճարը 10 անգամ։ Ժողովուրդ ջան, հերթով անցեք բոլոր ոլորտների վրայով։